Իրանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը հանգեցրել է Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքների եւ դրանցից ստացվող եկամուտների զգալի աճի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տվյալներով մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքները հունվար-փետրվարի համեմատ աճել են օրական միջինը 43 թռիչքով։ 2026 թվականի հունվարին միջին օրական հասույթը կազմել է 29,253.30 եվրո, 2026-ի մարտին 30,374.4 եվրո։ Եվրոպական միությունում որպես նշանակալի իրադարձություն են ընկալել Թուրքիայի եւ Հայաստանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների մեկնարկը։ Համաձայն պաշտոնական հայտարարության այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, դրական ազդեցություն ունենալով ինչպես ողջ Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպական միության վրա։ Երկու տնտեսվարող սուբյեկտ առանց համապատասխան լիցենզիայի զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքի գործունեությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի մյուս բացահայտմամբ էլ պարզվել է, որ 14 ֆիզիկական անձ առանց պետական գրանցման զբաղվել են կրիպտոակտիվների առուվաճառքով, իսկ մի մասն իրականացրել է նաև կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում։ Ընդ որում, այս ոլորտում արձանագրվել է նաև առերևույթ տնտեսական հանցագործության մեկ դեպք։ Այս առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե։ Հայաստանում հաստատվել է կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը սահմանելու մասին նախագիծը։ Ըստ այդմ սահմանվում են հստակ պահանջներ կենսական նշանակության ոլորտների, էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի տեղեկատվական համակարգերի համար։ Կիբեռանվտանգության ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է համապատասխանեն կոնկրետ միջազգային ստանդարտների։ Սահմանվում են պահանջներ նաեւ աուդիտորների նկատմամբ, ովքեր պետք է ստուգեն համակարգերի անվտանգությունը։ Միացյալ Նահանգներում ապրիլին սննդամթերքի գները կտրուկ աճել են Իրանի դեմ իրականացված գործողության պատճառով։ 2022-ի հունվարից սննդամթերքի արժեքն աճել է ավելի քան 18%-ով։ Ապրիլին արձանագրվել է նաև տավարի մսի արժեքի կտրուկ աճ։ Այս միտումը շարունակվում է արդեն 2 տարի եւ չի ընդհատվում։ Իրանի դեմ գործողությունը հարված է հասցրել նաև պարարտանյութերի շուկային, սակայն տեղական ֆերմերները դրա ազդեցությունը կզգան միայն հաջորդ տարի։ Եվրամիությունը պարզեցնում է երկաթուղային ուղևորությունները։ Նոր կանոնակարգով ուղևորները կկարողանան մեկ գործարքով ձեռք բերել միասնական տոմս, որը կներառի տարբեր օպերատորների ծառայություններ։ Սա վերջ կդնի ամրագրման համակարգերի ներկայիս մասնատվածությանը։ Առանցքային նորույթ է ուղևորների իրավական պաշտպանությունը։ Եթե տարբեր օպերատորների մասնակցությամբ ուղևորության ժամանակ քաղաքացին բաց թողնի փոխադրումը, միասնական տոմսը կերաշխավորի երթուղու անվճար փոփոխում եւ օգնություն, տոմսի վերադարձ եւ փոխհատուցում։ 2026-ի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից արտահանումն աճել է 21.1%-ով եւ կազմել ավելի քան $2 միլիարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ 2025 թվականին եւս երկրում արձանագրվել էին արտահանման եւ ապրանքաշրջանառության ռեկորդային ծավալներ։ Վրաստանի արտահանման հիմնական առանցքը կազմում են մարդատար ավտոմեքենաների վերաարտահանումը, պղնձի հանքանյութի եւ ֆերոհամաձուլվածքների վաճառքը, ինչպես նաեւ ավանդական գինեգործական արտադրանքն ու հանքային ջրերը։ Տարեսկզբից համաշխարհային տեխնոլոգիական ընկերություններն աշխատանքից ազատել են շուրջ 104,000 աշխատակից, մասնավորապես ամերիկյան Oracle, Amazon, Dell Technologies եւ PayPal Holdings ընկերությունները յուրաքանչյուրը կրճատել են հազարավոր աշխատատեղեր։ Ընդհանուր առմամբ կրճատումներ իրականացրել է 131 ընկերություն։ 2026 թվականի ապրիլը մտնելու է ֆինանսական պատմության մեջ որպես մի ժամանակաշրջան, երբ համաշխարհային շուկաները վերջնականապես դադարեցին արձագանքել աշխարհաքաղաքական ցնցումներին դասական սցենարներով։ Չնայած Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակմանը եւ նավթի բարձր գներին, ֆինանսական աշխարհը ցուցադրեց բացառիկ կայունություն։ Աշխարհաքաղաքական ճգնաժամերն այլևս ոչ թե արտակարգ իրավիճակ են, այլ տնտեսական գործունեության սովորական պայման։ Եթե նախկինում էներգակիրների մատակարարման ցանկացած խափանում առաջացնում էր խուճապային վաճառք, ապա 2026-ի պատկերը ցույց է տալիս, որ գլոբալ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը եւ թվային տնտեսության ճկունությունը թույլ են տալիս պահպանել կայունությունը նույնիսկ ամենաբարդ սցենարների դեպքում։
Թվային ակտիվների համար ապրիլը հաջող էր։ Բիթքոյնը ոչ միայն թանկացավ, այլև վերահաստատեց իր դերը որպես մի գործիք, որը կապված չէ պետությունների կամ կենտրոնական բանկերի որոշումների հետ։ Ապրիլյան թանկացումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կրիպտոարժույթը դառնում է թվային ոսկի։ Ներդրողների համար այն ապահով տեղ է սեփական միջոցները գնաճից եւ պետական սահմանափակումներից պաշտպանելու համար։ Թվային ակտիվներն աստիճանաբար դառնում են համաշխարհային ֆինանսական համակարգի անբաժան մասը։ Դրանք այլևս հնարավոր չէ անտեսել, քանի որ ապակենտրոնացված տեխնոլոգիաները մարդկանց տալիս են ֆինանսական ազատության նոր գործիքներ, որոնք գործում են պետական սահմաններից դուրս։ Տեխնոլոգիական հատվածում, մասնավորապես արհեստական բանականությանն առնչվող ուղղություններում ներդրումները ոչ միայն չնվազեցին, այլև դարձան տնտեսական անվտանգության երաշխիք։ Սերվերային կենտրոններն ու չիպերի արտադրությունը նույնքան ռազմավարական նշանակություն ունեն, որքան նավթահորերն ու գազամուղները։ Մենք տեսնում ենք տնտեսական պարադիգմի փոփոխություն։ Արհեստական բանականությունը դադարել է լինել պարզապես տեխնոլոգիական ոլորտի մաս։ Այն այսօր հանդիսանում է ընդհանուր նշանակության տեխնոլոգիա, ինչպիսին ժամանակին էլեկտրականությունն էր։ Ներդրումները արհեստական բանականության ենթակառուցվածքներում այժմ դիտարկվում են որպես կայունության գործոն, որը թույլ է տալիս տնտեսություններին արդյունավետ մնալ նույնիսկ գլոբալ ցնցումների եւ լոգիստիկ ճգնաժամերի պայմաններում։ Համաշխարհային տնտեսությունը սովորել է զարգանալ մշտական ճգնաժամի պայմաններում։ Եթե նախկինում շուկաների ճակատագիրը կախված էր աշխարհաքաղաքական անցուդարձից կամ կենտրոնական բանկերի հայտարարություններից, ապա այսօր առաջին պլան են մղվել տեխնոլոգիական անկախությունը եւ թվային ենթակառուցվածքների հզորությունը։ Թեև թվային աշխարհի համար ընդհանուր պատկերը դրական է, այնուամենայնիվ ռիսկերը չեն անհետացել, պարզապես դարձել են կառավարելի։ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակում վերջին մեկ տարվա ընթացքում դրական դինամիկա է նկատվում։ Պաշտոնական տվյալների համաձայն երկրի բնակիչների թիվն ավելացել է շուրջ 20,000-ով, հասնելով 3,96,900։ Բնակչության գերակշիռ մասը կենտրոնացած է քաղաքային համայնքներում, մասնավորապես քաղաքաբնակների զգալի հատվածն ապրում է Երևանում։ Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերին, ապա այնտեղ բնակվում է ընդհանուր բնակչության մոտ 1/3-ը։